Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հիմա արդեն գալով մեր իրավիճակներին Արարատ Միրզոյանը իր հերթին խոսում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ։ Չնայած նաև ըստ էության բացում է փակագծեր, որ փակուղում են իրենք հայտնվել, որովհետև խոսում է, որ նաև Ադրբեջանի կողմից այդ արևմտյան Ադրբեջան կլինի, մյուս հայտարարությունները, նախապայմանները ընդունելի չեն, բայց դե իրենք անում են այն, ինչ անում են։ Դե գիտեք, իրենց որ մի բան հարցնում ես, իրենք ասում են ինչ որ մտահոգություններ, ասում են, տեսեք, թղթերը նայեք, տեսեք, թղթի մեջ նման բան չկա գրված։ Բայց այդ ձեր թղթերի մեջ այդ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մեջ պայմանավորվածությունների մեջ գրավոր արևմտյան Ադրբեջանի մասին խոսք չկա։ Բա ինչու եք անհանգստանում այդպես։ Այսինքն ամեն դեպքում ինչ որ անհանգստություն կա, չէ։ Այսինքն բա այդ ինչ պայմանավորվածություն էր Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, որ տենց թմկահարում եք, գովում եք։ Այդ ոնց է ԱՄՆ-ն տենց միջնորդի դեր խաղացել, այդ կամ վկայի դեր խաղացել, որ հիմա Ադրբեջանը այդ պայմանավորվածությունից դուրս ուրիշ պահանջներ է դնում։ Բա Տրամպը թող ստիպի Ադրբեջանին, որպես միջնորդ ասի, ինչ պայմանավորվել ենք, դա է, ինչ արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ԱՄՆ-ը ձեռքերը լվացել է, հասկացեք, ԱՄՆ-ն իրեն չի հետաքրքրում փոխշահավետ լուծում, երկու կողմերի շահերի հետապնդում, իրեն հետաքրքրում է իր շահը։ Իսկ ինքը օվկիանոսից այն կողմ է։ Հետևաբար իր շահը այլ է, քան մենք պատկերացնում ենք, փոխշահավետ լուծումը չի, փոխշահավետ լուծումը չի։ Ուրեմն ինքը տարավ ստորագրել տվեց, հիմա ձեռքերը լվացել է։ Ադրբեջանը ինչ ուզում ասում է, ինչ պահանջ ուզում է դնում է, Տրամպը աչուձախ գլուխ գովալով ման է գալիս, որ այս կոնֆլիկտը լուծեցի։ Այդ կոնֆլիկտը լուծել ես, եթե քո կարծիքով Ադրբեջանի ստիպի թող ինքը ավելորդ պահանջներ չդնի եւ մնա այն շրջանակներում, որի շուրջ դուք պայմանավորվել եք։ Ուրեմն չի կարողանում կամ չի ուզում։ Բայց ես չեմ կարծում, որ չի կարողանում, ուրեմն չի ուզում։ Տարավ ստիպեց, ստորագրեցին, ձեռքերը լվացել է Միացյալ Նահանգները։ Ես ասի չէ որ գցելու են իրանք այն ինչ խոսք են տվել Հայաստանին չի լինելու։ Դա իրանց ոչն է, գործելա ոչն է։ Իրենք այլ ձևով չեն կարողանում աշխատել։ Այսինքն ինքնական Արարատ Միրզոյանը խոստովանություն արեց, չէ՞ որ գցվել են։ Այդ էլ ծաղիկներ են, ավելի շատ են գցելու։ Այդ որ խոսք են տվել միլիարդներ, կդնենք, ներդնենք, հարց չի առաջանում, ասենք արևմուտքի շահը ո՞րն է, բերել Հայաստանում միլիարդներ ներդնել, որ ինչ։ Ամբողջ կյանքում արևմուտքը ապրել է ուրիշների հաշվին, գաղութներ ստեղծելով, գաղութները թալանելով։ Հանուն ինչի պետք է ինքը գա Հայաստանում ներդրում անի, Հայաստանը զարգացնի։ Ինչի է, այսինքն մի ողջամիտ ինչ օգուտ է ստանալու ինքը դրանից։ Շահերի տեսանկյունից չէ, պետք է նայենք։ Ռուսաստանի օգուտը հասկանալի է։ Ինքը իր ներկայությունն ամրապնդում իր համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Իր համար կարևոր է։ Օրինակ խորհրդային միության տարիներին Հայաստանը ամբողջովին գազաֆիկացված էր։ Բայց Ռուսաստանում միջև հիմա տեղեր կա, որ գազ չկա։ Ինչի, որովհետև կարևոր տարածաշրջաններ իր համար եւ առաջներդ ինքը ռեսուրսները գծում էր այն ուղղությունները, որ կարևոր, այսինքն ծայրամասերին։ Այսինքն իր համար բնական է, ձեռնտու է դա անելը։ Արևմուտքի շահը չեմ հասկանում որն է։ Այնպես որ տեղել են խափելու, ինչպես միշտ։ Դե մեր խելքը, որ այդ ամեն ինչին հավատում ենք։ Իմիջիայլոց նաև նույն Արարատ Միրզոյանի այս հայտարարությանը կուզեմ անդրադառնալ։ Եթե մարդն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, ասենք հա ոչինչ ինքը սրբազան է, ասում է Արարատ Միրզոյանը, գիտեք խոսքը ում մասին է, եզրասրբազանի մասին են իրենք այսպես խոսում, եւ ով է խոսում։ Ուրեմն եւ մարդկային օրենքներով եւ պետության օրենքներով մարդու մեղքը ապացուցվում է փաստացի ապացույցներով։
Այսինքն կա անմեղության կանխավարկած։ Facebook-ում ինչ որ բան հրապարակել ու դա ներկայացնել որպես ապացույց, որ օրինակ պարզվում է, որ վերջում դա կեղծ է եւ հետո այսինքն քարոզչական էֆեկտը այս ամեն ինչ ավելի մեծ է կարևորը, քան բուն թուղթը։ Մի հատ թուղթ գցեցին, կարևորը թեման շոշափվի, կարևորը թեմայի մասին խոսեն։ Դա է կարևոր, այսինքն քարոզչական դաշտում մեղավորը արդեն հանեցին, վերջ։ Դատավճիռներ կայացրեցին։ Մնում է, ասենք, քանի տարի են տալիս։ Առանց դատարանի որոշման։ Եթե հիշեք այն Բագրատ Սրբազանին, որ ձերբակալեցին եւ խմբին, հələ դեռ քննություն է գնում, դեռ ասենք, երբ որ իրենց պետք է ելնում, ասում են նախաքննական գաղտնիքներ կան, չէ՞։ Քննչական կոմիտեի ղեկավարը գնաց հմեկով սկսեց պատմել այդ գործի մանրամասները։ Ու այսինքն այնպես են պատմում, որ արդեն վերջ մեղքը ապացուցված է, մեղավորն այդ դատավճիռն է կայացրեք, հմեկով պրծեք։ Այսինքն աղմուկ կարիք չկա, եթե իրոք մեղավոր են, սուսուփուստու տանում ես քննությունը, մտնում է դատարան, դատարանում ապացուցվում են, մարդիկ ստանում են իրենց պատիժը։ Եթե քանի որ աղմուկ ավելի շատ է, քան բուն, այսպես կոչված ճակերտավոր ապացույցները, ուրեմն դրա իմաստը այն է, որ ապացույցները բավարար չեն, շատ թույլ են, հետևաբար ինչ պետք է անել։ Մեծ աղմուկ անել, որ հանրային կարծիքում թվա, որ իրոք լավ ապացույցներ են ներկայացրել, ծանրակշիռ։ Ով է խոսում։ Արադ Միրզոյանի մասին է խոսքը, ով է ինքը։ Իր հետ կապված, որ հրապարակում եղավ չերքվեց։ Դե եթե տենց այդ հրապարակումներով նայենք, այնքան մարդու կարելի է գործակալ համարել։ Այնքան մարդ այնքան բան է հրապարակել։ Այսինքն ուզում եմ ասեմ, նման թղթեր, այսպես կոչված հրապարակումներ անելը շատ հեշտ է։ Սարքելն էլ է հեշտ, փուչիկ փչելն էլ է հեշտ։ Այնպես որ եթե այդ ձևով հաշվենք կամ նայենք, թե ով որտեղից ինչ ֆինանսավորում է ժամանակին ստացել, եւ այդ կառույցները ումից իրենք ֆինանսավորում են ստացել, որ երկրների հատուկ ծառայությունների հետ են կապ ունեցել, օրինակի համար։ Նույն Սորոսի հիմնադրամը, որոշ արևմտյան աղբյուրների համաձայն ամերիկյան ԿՀՎ-ի հետ կապ ունեցող կառույց է։ Ավելի կոնկրետ ասած մասնաճյուղ է ԿՀՎ-ի։ Նման կարծիքներ կան։ Դե ուրեմն Սորոսի հիմնադրամից ստացողներ, բոլոր գումարներ ստացողներին գնացեք փնտրեք, տեսեք ԿՀՎ-ի հետ կապ ունեն, թե չունեն, օրինակի համար։ Նույն Արադ Միրզոյանն ասում է, մենք Հայաստանում չենք գներացնում հակառուսական տրամադրություններ։ Ինչ կասեք։ Ուրեմն հմեկը թող գնա նայի, ոչ թե չեն գեներացնում, այլ օրինակ հմեկով այդ քննարկումների ժամանակ հատուկ մարդիկ կան, որոնք ստեղծված են հակառուսական ֆոն ապահովելու համար։ Այն ամերիկյան սպորտաձևեր կան, չէ, որտեղ ֆոնի վրա ասենց աղջիկներ են պարում եւ ֆոն են ապահովում։ Այն նման դեր են կատարում, տանում են այդ եթերների, հենց տեսնում են, որ ինչ-որ հաստարկված խոսք է գնում եւ իրենք դրա տակից չեն կարողանում դուրս գալ, ասենց սկսում են ագրեսիվ ձևով ինչ-որ հակառուսական լոզունգներ բաց թողել, որ հակառուսական ֆոն ապահովվի։ Էլ չեմ ասում բոլոր քննարկումներում, ասենք վարողները հմեկի, որոնք պետք է անաչառ լինեն, միշտ անցնում են իրենց կողմը։ Այսինքն եթե դու օրինակ ընտանիք 4 հոգով քննարկում է, 2-2-ի դեմ, իմացեք, որ 2-ը 4-ի դեմ է, որտեղ այն երկու հաղորդավարը այդ հակառուսականություն տարածողների կողմից են խոսում, իրենց վարելու ոճով։ Ամբողջ հմեկը եթերը եթե նայեք, դա հակառուսական քարոզ է։ Ընդ որում տեղ-տեղ նաև, այսպես ասենք, վիրավորական արտահայտություններով Ռուսաստանի նախագահի օրինակ նկատմամբ։ Հիմա կամ իշխանություններն են դա իրենք անում, կամ էլ իշխանությունների իրավունք տված չի ընդհանրապես հմեկի քաղաքականությունը, ասենք, վերահսկել։ Արևմուտքը ասել է մենք ինչ կուզենք կանենք հմեկում։ Դուք ով եք, որ մի հատ է խառնվեք։ Բայց ես չեմ կարծում, որ իշխանությունները դրան խիստ դիմադրում են, արևմուտքն էլ
այդպես կողմ է։ Այնպես որ եթե իրենք դեմ են կամ կողմ չեն հակառուսականությանը, դա հանգիստ կարող են կանխարգելել։ Եվ ամեն մի շիզոֆրենիկի իր հակառուսական թեզերով եթեր չտան